Դեռ 2 շաբաթ առաջ համացանցում բոյկոտում էին ադրբեջանական բենզինն ու կոչ անում որևէ պարագայում այն չգնել։ 14 օր անց սոցցանցերում էկոնոմիկայի նախարարի հայտարարություններն ուղեկցվում են սրտիկներով։ Մեր գնահատականներով այս եւ մյուս այլ հարակից փոփոխությունները, որը նաեւ սրա արդյունք է, բերելու է նրան, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում դեկտեմբեր ամսվա միջին գների նկատմամբ մինչեւ 80 դրամ 1 լիտրի համար գնանկում կունենա։ Բենզինի գների նվազումը նախարար Պապոյանը պայմանավորում է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի ներմուծմամբ։ Եթե 14 օր առաջ 1210 տոննա ադրբեջանական բենզին էր եկել Հայաստան, հունվարի 10-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղով գալիս է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզինն է, 1500 տոննան դիզելը։ Եվ ստեղ իհարկե գալիս է հարցը, ինչի դիմաց ինչ։ Ինչի հանկարծ Ադրբեջանը որոշեց Հայաստանին վաճառել բենզին։ Շատ փոքր քանակությամբ, որը ես չեմ կարծում, որ մեր վառելիքային շուկայի վրա էական ազդեցություն կարող է ունենալ։ Ես սա միշտ համեմատում եմ, գիտեք, գաղութացման քաղաքականության հետ։ Երբ եվրոպացի գաղութարարները գնում էին Հարավային Ամերիկա, Աֆրիկա, ինչ էին անում։ Ապակի ուլունք, հայլի, տես մանր-մունր զրթուզիբիլ ապրանքներով տեղացիներից խլում էին իրենց հարստությունը, խլում էին իրենց պետությունը ամենակարևորը։ Նախարար Պապոյանը նախորդին նաև հայտարարել է, որ եթե առաջին անգամ Վրաստանը ճանապարհի վճար չի գանձել, հաջորդիվ Հայաստանին առաջարկվել է ճանապարհային փոխադրման վճար, որը շատ բարձր չէ եւ ընդունելի գին է։ Ըստ նրա, Հայաստանի գործարարներն այդ գնով տեղափոխում են բենզին կամ դիզելային վառելիք եւ այս զարգացումներով պայմանավորված նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները եւս աշխատում են գների իջեցման ուղղությամբ։ Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին ել ավելի կիչնի գները եւ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության օգուտները իհարկե բազմաթիվ են, բայց տեսանելի օգուտներից մեկը այն է, որ մինչև 16.5 միլիարդ դրամ ամեն տարի մեր տնտեսությունը կստանա լրացուցիչ, այսինքն մենք քիչ կծախսենք այդքան։ Էներգետիկ փորձագետ Մանվելյանն այս ոգևորությունն ամենևին չի կիսում։ Պնդում է, սա զուտ դեմպինգային քաղաքականություն է իր դեմպինգային գներով, եւ այստեղ տնտեսական շահ չկա։ Նա բենզինյան քաղաքականությունը դիտարկում է երկու տեսանկյունից. ինչն է Հայաստանի գործող իշխանություններին ձեռնտու եւ ինչը Ադրբեջանին։ Ադրբեջան հստակ կերպով ուզում է վերցնել հայկական ներքին շուկան բենզինի եւ դիզվառելիքի իր վերահսկողության տակ։ Այս իջեցած հատուկ գներով բերում են քաղաքական որոշում կա Հայաստան էժան բենզին վաճառել մինչև այն պահը, եւ որ իրան կարողանա սա դոմինանտություն վերցնել։ Փորձագետի գնահատմամբ սա դասական, ընդունված տնտեսագիտական քաղաքականություն է։ Երբ ադրբեջանցիներն իրենց հացահատիկով ու բենզինով Հայաստանում դոմինանտ լինեն, սկսելու են մյուսներին դուրս մղել, գները բարձրացնել եւ այնինչ կորցրել էին կշահեն կրկնակի։ Սա նաեւ իրենց որոշակի քաղաքական երթական լծակը կլինի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Հայաստանի գործողական ռեժիմը, քանի որ գնում է ընտրությունների, փորձում է կեղծ բենզինային քաղաքականությամբ ցույց տալ, որ իբրե տեսեք, մենք արդեն խաղաղության ենք գնում եւ այլն, բայց այս բենզինը ուզում հատուկ շեշտել, ինքը շատ արյունոտ է։ Մանվելյանը երկու կարմիր գիծ է քաշում, որոնք խախտում են Հայաստանի իշխանությունները։ Բենզին ենք ներկրում մի երկրից, որն այս պահին մեր գերիներին է պահում իր մոտ եւ ցմա բանտարկության է դատապարտում։ Եվ երկրորդ, տեղի ունեցել Արցախի ցեղասպանություն, էթնիկ զտում։ Այն մարդիկ, ովքեր այս էժան բենզինն են բերում, այն մարդիկ, ովքեր գնում են այդ բենզինը լիցքավորում են իրենց մեքենան, իրանք ուղղակիորեն ֆինանսավորում են Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Ցանկանում եմ հիշեցնել, որ բառացիորեն մի շաբաթ առաջ, այսպես կոչված տոներից առաջ Ադրբեջանի նախագահը ելույթում ասաց, որ իրենք 1.5 միլիարդի զենք են գնել։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ է այն կարծիքին, որ Ադրբեջանի հեռահար քաղաքականությունը Հայաստանը խամաչիկային պետություն դարձնելն է։ Այդ տրամաբանությամբ Հայաստանը չպետք է լինի անկախ պետություն եւ անկախ որոշի իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ Իրանց համար Փաշինյանը ուղղակի Ալլահի պարգև էր, որտեղ որևէ այլ իշխանություն Ադրբեջանի հլու հնազանդ կամակատարը չի լինելու։ Եվ ահա այս ժեստերով իրանք փորձում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդել մանավանդ ընտրություններից առաջ։ Ու մինչ Հայաստանում քննարկվում է ադրբեջանական բենզինի վաճառքը, Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանից էլ որոշ ապրանքներ վաճառվելու են Ադրբեջանում։ Ապրանքատեսական ու ցուցակը, ասում է, փոխանակվել է երկու երկրների միջև, հստակեցվելուն պես կհրապարակվի։
Լուսին Մկրտչյան, Սերոբ Չերչիկյան, Երկիրն այսօր։